տեղի ունեցավ մշակութային ճամփորդություն Հայաստանում ծրագրի ամփոփիչ միջոցառումն ու հավաստագրերի հանձնման արարողությունը, որը լի էր ժպիտներով, հույզերով եւ գեղեցիկ հիշողություններով։ Միջոցառմանը ներկա էին Իմ քայլը հիմնադրամի փոխտնօրեն Թալին Թոփալաքյանը, ծրագրի ղեկավար Անի Թովմասյանը, Արագածոտնի մարզպետի տեղակալ Արմեն Գրիգորյանը, Հայաստանի ազգային պատկերասրահի թանգարանային կրթության բաժնի ղեկավար Մարգարիտ Օհանյանը, ինչպես նաեւ երեխաների ծնողներն ու ծրագրի իրականացման ողջ ընթացքում փոքրիկներին ուղեկցող ուսուցիչները։ Միջոցառման գլխավոր հերոսներն էին Արագածոտնի մարզի 51 արվեստասեր փոքրիկները, ովքեր մի քանի ամիս շարունակ բացահայտում էին մշակույթի կախարդական աշխարհը, այցելելով Երևանում եւ Հայաստանի տարբեր մարզերում գտնվող 11 մշակութային կենտրոններ։ Նրանք եղել են Հայաստանի ազգային պատկերասրահում, Մինաս Ավետիսյանի տուն-թանգարանում, Ջոտայի թանգարանում, տարբեր թատրոններում եւ այլ մշակութային օջախներում, յուրաքանչյուր այցը վերածելով նոր բացահայտման։ 2025 թվականի ավարտին այս տոնական օրերին Իմ քայլը հիմնադրամը ավարտեց մշակութային ճամփորդություն Հայաստանում ծրագրի երկրորդ փուլը։ Առաջին փուլը Տավուշի մարզում իրականացրեցինք, իսկ երկրորդ փուլը Արաքածոտնի մարզում։ Մեր փոքրիկ 51 ճամփորդները արդեն վերադարձան իրենց սիրելի մարզ Արաքածոտնի մարզ։ Այցելեցին 11 մշակութային կենտրոններ, ծանոթացան Հայաստանի, ինչպես նաև բարեկամ երկրների մշակույթին եւ արվեստին։ Ծրագրի մասնակիցները ծրագրի սկզբում լրացրել էին հարցաթերթիկներ եւ նույն հարցաթերթիկները լրացրեցին ծրագրի ավարտում։ Հատուկ ձևավորված հանձնաժողովը գնահատեց հարցաթերթիկները, երեխեքի գիտելիքի աճը եւ առաջադիմությունը։ Իսկ այսօր ծրագրի փակման պաշտոնական միջոցառման բոլոր մասնակիցները ստացան հավաստագրեր եւ բացահայտեցին լավագույն գնահատանք ստացած 3 երեխաները։ Մենք այս խմբի ժպիտներով, կյանքով լեցուն եւ գիտելիքներով ոգեշնչված կանցնենք հաջորդ տարի, որպեսզի իրականացնենք մեր ծրագիրը հաջորդ ընտրված 2 մարզերում։ Հիմնադրամի եւ հիմնադրամի գործադիր տնօրեն Տիգին Ագոպյանի առաջնահերթություններն է կրթությունը եւ ճիշտ դրա համար մեր բոլոր ծրագրերի հիմքում կրթական բաղադրիչն է։ Այս ծրագրի մեջ նաև ոչ միայն այցերն էին կարևորը եւ երեխեքի ստացած ուրախությունը, ժպիտները, ժամանցը, այլ նաև կրթական ծրագիրը յուրաքանչյուր իրենց այցելած մշակութային կենտրոնում։ Հիշեցնենք, որ ծրագրի սկզբում եւ ավարտին երեխաները լրացրել են հարցաթերթիկներ, որոնց միջոցով գնահատվել է նրանց ուշադրությունը, հետաքրքրվածությունն ու առաջադիմությունը։ Հատկապես աչքի են ընկել Արևիկ Մարտիրոսյանը, Արփի Ազիզյանը եւ Հարութ Սիմոնյանը, ովքեր հատուկ հանձնաժողովի կողմից ստացել են առավելագույն միավորներ։ Մշակութային ճամփորդություն Հայաստանում ծրագրի երկրորդ փուլի ընթացքում այցելեցինք 11 մշակութային կենտրոններ, ինչպես մայրաքաղաք Երևանում, այնպես էլ Հայաստանի մարզերում։ Այդ մշակութային կենտրոններն էին Հայաստանի ազգային պատկերասրահը իր մասնաճյուղերով, օպերա եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնը, Պատանի հանդիսատեսի թատրոնը եւ մի շարք այլ մշակութային կենտրոններ։ Ուզում ենք հատուկ շնորհակալություն հայտնել մեր բոլոր գործընկեր կազմակերպություններին մեզ ջերմ ընդունելու եւ երեխաներին լավագույն վերաբերմունքը ցուցաբերելու համար։ Ամփոփիչ միջոցառման ընթացքում երաժշտական գեղեցիկ կատարումներով հանդես եկան ծրագրի շահառուներ Արթուր Գրչաղեկյանը եւ Արաքսիա Մխիթարյանը, միջոցառմանը հաղորդելով ջերմ ու տոնական մթնոլորտ։ Փոքրիկները ստացան հավաստագրեր եւ նվերներ Իմ քայլը հիմնադրամի, Հայաստանի ազգային պատկերասրահի եւ Smile1 ՍՊ-ի սեփականատեր Գևորգ Հարությունյանի կողմից։ Նրանք իրենց անկեղծ շնորհակալությունը հայտնեցին կազմակերպիչներին այս գեղեցիկ ճանապարհորդության, նոր ընկերների եւ անմոռանալի տպավորությունների համար։ Այս ճամփորդության շրջանակում մենք այցելեցինք տարբեր մշակութային կենտրոններ, բացի դրանից ես նաեւ ձեռք բերեցի ընկերներ, որոնց հետ հետագայում կապը կպահեմ։ Մենք նաև այցելեցինք մատենադարան, որը իմ մեջ շատ է տպավորվել։ Ես այնտեղ սովորեցի առաջին գրիչներին, սովորեցի նաև տեսամագաղաթը, նաև տեսապապիրուսը, որը ստանում էին Եգիպտոսում։ Ծրագիրը շատ եմ հավանել, դրա պատճառով ուզում եմ, որ մյուս մարզի երեխաներն այցելեն եւ ունենան նույն զգացողությունները, որը ես եմ ունեցել։
Շնորհակալություն այս բացառիկ հնարավորությունը տալու համար, որի շնորհիվ ես ստացա զանազան գիտելիքներ եւ ծանոթացա հայկական եւ այլ երկրների մշակույթներին։ Ճպուրն ու մրջյունը բալետը, նաև շատ եմ հավանել չինական մշակույթի հետ ծանոթանալու։ Բալետը զանազան գույներ ուներ, այն շատ գեղեցիկ էր։ Օրվա ավարտին երեխաները մասնակցեցին նաև գաղտնի Սանտա խաղին, փոխանակվեցին նվերներով ու եւս մեկ անգամ ապրեցին միասին լինելու ուրախությունը։ Ծրագրի նպատակն է մշակութային կրթությունը դարձնել ավելի հասանելի Հայաստանի մարզերում ապրող երեխաների համար, ընդլայնել նրանց մտահորիզոնը եւ ոգեշնչել շարունակելու իրենց ստեղծագործական ու կրթական ուղին։ Շուտով մշակութային ճամփորդություն Հայաստանում ծրագիրը կշարունակվի արդեն նոր մարզում։